Սիրելի Ստեփանավանցիներ, ողջունում եմ բոլորիդ։ Եվ ուզում եմ բոլորիդ շնորհավորել Հայաստանում ի վերջո հաստատված խաղաղության առիթով։ Հայաստանում հաստատված է խաղաղություն, եւ ես այդ առիթով շնորհավորում եմ բոլորիդ։ Ժորժ ջան, շատ կարևոր է, որ մենք խաղաղությունը այո, շատ կարևոր միջանկյալ նպատակ է, բայց ցանկացած նպատակ միջոց է եւ ցանկացած միջոց մի ինչ-որ պահի կարող է դառնալ նպատակ։ Մենք պետք է այսօր, քանի որ խաղաղությունը ինքը աննախադեպ պատմական հանգրվան է մեզ համար, մենք անկախությունից ի վեր ոչ մի խաղաղ տարի չենք ունեցել։ 2025 թվականը մեր պատմության առաջին տարին է, առաջին օրացուցային տարին է, երբ որ մենք սահմանին ոչ զոհ ենք ունեցել, ոչ վիրավոր։ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո մենք սահմանին ընդհանրապես կրակոցներ չունենք։ Մեր բոլոր սահմանամերձ գյուղերում կրակոցներ ընդհանրապես չեն լսվում։ Առավել ևս մեր սահմանամերձ գյուղերի ուղղությամբ կրակոցներ ընդհանրապես տեղի չեն ունենում։ Եվ արդեն 2 տարի է, որ մենք ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր։ Եվ կարծում եմ սա է այն հիմնական պատճառը, որով այսօր Հայաստանը, ինչպես ասում եմ, դարդոտած երկրից վերահացվել ուրախ երկրի։ Եվ ես այդ ուրախության առիթով բոլորիդ շնորհավորում եմ։ Կարևոր եմ համարում նաև, որ մենք արձանագրենք, թե այս արդյունքը մենք այս միջոցը կամ այս նպատակը ինչ ավելի ռազմավարական տեսլականի ենք ուզում ծառայեցնենք։ Իրական Հայաստանի գաղափարախոսության կարևորագույն դրույթներից մեկը պետության հարատևության դրույթն է, Հայաստանի Հանրապետության հարատևության դրույթն է։ Մենք այս տարածքում 1000 տարի, շուրջ մոտ 1000 տարի, 1000 տարուց մի քիչ պակաս, պետություն չենք ունեցել։ Եվ մենք պետք է նախ առերեսվենք պետություն ունենալու եւ խաղաղություն ունենալու երջանկությանը։ Սա երջանկությունն է, եւ կա այդպիսի մի ասացվածք, ասում եմ մարդու ամենամեծ դժբախտությունը այն է, երբ որ ինքը չի հասկանում, թե ինքը ինչքան երջանիկ է։ Մենք չպետք է մեզ դնենք դժբախտության մեջ, չհասկանալով մեր երջանկության աստիճանը, որը բխում է նրանից, որ մենք ունենք պետություն, այսօր արդեն ունենք պետություն, որը ամեն օրվա հետ ավելի ուժեղ է, ավելի անվտանգ է, ավելի զարգացած է, ավելի պետություն է, ավելի ինքնիշխան է եւ ավելի ազատ է։ Մենք պետք է այս պահը գնահատենք։ Բայց շատ կարևոր է նաև, որ մենք մեր տեսլականները ճշգրտենք եւ պետության հարատևության տեսլականը նրա մասին է, որ մենք պետք է այս պետությունը հարյուրամյակներով, հազարամյակով պետք է փոխարինենք սերնդեսերունդ։ Իսկ սրա համար մեզ հարկավոր է թե ներքին, թե արտաքին խաղաղություն։ Արտաքին խաղաղության մասին արդեն իսկ ասեցի։ Ներքին խաղաղության համար ես կարևոր եմ համարում հետևյալը, որ հայ ժողովուրդը ի վերջո հաղթահարի գաղթականի եւ պանդուխտի այդ իրավիճակը սոցիալ-հոգեբանությունը։ Եվ մենք արդեն այդ ճանապարհին ենք ոտք դրել, որովհետեւ 2025 թվականը մեր անկախությունից ի վեր առաջին տարին է, երբ որ արտագաղթը կանգնել է եւ ներգաղթը սկսել դեպի Հայաստանի Հանրապետություն։ 2025 թվականին Հայաստան վերադարձած եւ Հայաստանից հեռացած քաղաքացիների թիվը 8860-ով հոգուտ Հայաստան վերադարձած քաղաքացիների է։ Եվ ես շնորհավորում եմ ժողովուրդ արտագաղթը ի վերջո կանգնել է։ Ոչինչ, կարող եք չհավատալ, նրանք ովքեր չեն հավատում կարող են չհավատալ, բայց փաստը մնում է փաստ, որ
Երեք էլ Երևանում նախորդ օրերին ինձ տասնյակ մարդիկ են մոտենում, ովքեր ասում են վերադարձել են Ռուսաստանից եւ մնալու են, վերադարձել են Ամերիկայից եւ մնալու են, վերադարձել են Եվրոպայից եւ մնալու են, ամեն տեղերից, որովհետեւ մարդիկ տեսնում են, որ Հայաստանում հաստատված է խաղաղություն, մարդիկ տեսնում են, որ Հայաստանում բարեկեցություն հաստատելու հնարավորություն կա։ 2018 թվականից ի վեր Հայաստանի միջին տնտեսական աճը եղել է ավելին, քան աշխարհի միջինը, ավելին, քան Եվրասիական տնտեսական միության միջինը, եւ դա դուք կհարցնեք, բայց դա ո՞նց է արտահայտվում մեր կյանքում։ Դա մեր կյանքում արտահայտվում է զբոսայգիների տեսքով, որ տասնամյակներով քանդված ավերված է եղել, այսօր բարեկարգ վիճակում է։ Դա արտահայտվում է դպրոցներով, որը տասնյակ տարիներով քանդված ավերված է ալնում։ Այսօր մենք Հայաստանում կառուցում ենք այնպիսի դպրոցներ, այդ որակի դպրոցներ Հայաստանի պատմության մեջ չի եղել երբեք։ Ստեփանավանի համար երկուսներ, Ստեփանավանին որ կառուցել ենք։ Ստեփանավանի համար երկու դպրոցը գնացեք նայեք։ Կառուցածը զրոյց կառուցածը երրորդ դպրոցներ։ Ստեփանավանի, որը Աշոտաբերդի հարևանությամբ է, ճիշտ է, Թաղամասի հարևանությամբ է կառուցվել։ Գնա, հələ հետաքրքիր է, հələ մի մարկյան։ Ներկանից ով է տեսել համար 3 դպրոցը ներսից ով է տեսել։ Չէ, բոլորը չեն տեսել։ Ես համոզված եմ, որ բոլորը չեն տեսել։ Ժորժ ջան, սիրելի պարոն մարզպետ, հարգելի նախարար, մեր պաշտոնյաներ, տեսեք, մեզ թվում է, թե մարդիկ գիտեն, բայց մարդիկ չգիտեն։ Մենք պետք է մարդկանց, այո, խմբերի, ոնց որ հիմա մենք տարբեր մարզերում խմբեր ենք ձևավորում, տարբեր մարզերից նախորդող շրջանում եւ տանում ենք, հրավիրում ենք ամրացված շրջաններն ենք ցույց տալիս։ Այնպես էլ այո Ստեփանավանցիներին պետք է հրավիրել եւ ցույց տալ դպրոցը։ Եվ բացառվում է, որ որևէ մեկը կասի, որ Ստեփանավանում իր գոյության ողջ ընթացքում այդպիսի որակի դպրոց ա եղել։ Չի եղել այդպիսի դպրոց։ Չէր կարող լինել, Ժողովուրդ ջան, չէր կարող լինել։ Մեր դպրոցներում չեն եղել այնպիսի լաբորատորիաներ, ինչպես այսօր կան։ Մեր դպրոցներում չեն եղել ֆիզկուլտուրայի դահլիճներ, այնպիսին ինչպիսին կան։ Մենք ֆիզկուլտուրայի դահլիճներում, այդ թվում Ստեփանավանի 3-րդ դպրոցում, հանդերձարանինքից լոգարաններ են կառուցել, որ մեր աշակերտները ֆիզկուլտուրայից դուրս գալուց կամ տուն գնալուց առաջ իրենց դպրոցում կարողանան մի հատ ցնցուղ ընդունել, նոր գնան։ Սա մեր վերաբերմունքն է մեր երեխաների նկատմամբ։ Ոնց է արտահայտվում այլ կերպ զարգացումը Հայաստանի Հանրապետությունում։ Առաջին անգամ Հայաստանում միջին կենսաթոշակը ավելին է, քան նվազագույն սպառողական զամբյուղը։ Ներառյալ նաև հետվճարի համակարգը էականորեն ավելին է։ Առաջին անգամ 65+ տարեկան թոշակառուների համար մենք ունենք առողջության ապահովագրության համակարգ։ Եվ ես ասում եմ, որ մեր երկրի ժողովուրդը, որ արդեն անկախության տարիներին, ողջ տարիներին Խորհրդային Միության նոստալգիայի տրամաբանության մեջ ա եղել, որ Խորհրդային Միությունում էսպես էր, Խորհրդային Միությունում էսպես էր, արդեն մենք հաղթահարում ենք Խորհրդային Միության նոստալգիան, որտեղ կարող եմ ասել միանշանակ եւ աներբա, այսպիսի որակի դպրոցներ Խորհրդային Միությունում չեն եղել, այսպիսի որակի մանկապարտեզներ Խորհրդային Միությունում չեն եղել։ Մենք այսօր Հանրապետությունում կառուցում ենք ճանապարհներ, որոնց որակի ճանապարհներ նախկինում երբեք եւ ոչ մի տեղ չեն եղել։ Եվ սա է ամենակարևոր արձանագրումը։ Եվ ես այդ նկատի ունեմ, ասելով, որ մենք կենտրոնանանք մեր պետության հարատևության օրակարգի վրա։ Բայց ներքին խաղաղություն ասելով, ես նկատի ունեմ եւս մի կարևոր բան։ Շատ կարևոր է, որ մենք հասկանանք եւ արձանագրենք, որ մենք այլևս հայրենիք փնտրելու կարիք չունենք, որովհետեւ մեր սոցիալ-հոգեբանության մեջ, այդ թվում ուրիշների օգնությամբ, հայրենիքի փնտրտուքը անընդհատ մեջներդ մտած, պտտվում է, եւ այդտեղ ինչն է ամենակարևոր խնդրեմը։
ամենակարևոր պրոբլեմն է, որ մենք մեր երկրին Հայաստանի Հանրապետությանը շատ հաճախ այդ հայրենիքի փնտրտուքի բերումով վերաբերվում ենք ոչ թե որպես մեր վերջնական հանգրվանի, այլ վերաբերվում ենք որպես կանգառի, այլ որ վերաբերում ենք որպես միջանկյալ կանգառի, որը մեր վերջին կետը չի, մենք էլի տեղ ունենք գնալու, մենք էլի կարիք ունենք փնտրելու, եւ այդ փնտրտուքի ու կանգառի վիճակը մեզ թույլ չի տալիս առերեսվել այն երջանկությանը, որը մենք ունենք, այն է Հայաստանի Հանրապետությանը, որովհետեւ եթե ընկալումն է նա, որ դու կանգառի վիճակում ես, այդ կանգառի վիճակում ոչ կերածը տա կերած, ոչ նստածը տա նստած, ոչ քնածը տա քնած, որովհետև դու գիտես, որ ճամփի վրա ես, ինչ որ տեղ դեռ պետք է գնաս, ժամանակի խնդիր ունես։ Ես եկել եմ ձեզ ասելու, որ մենք հայրենիք փնտրելու կարիք չունենք այլևս։ Մենք գտել ենք մեր հայրենիքը, եւ մեր հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է, եւ մենք պետքա տեր կանգնենք մեր հայրենիքին, պետքա տեր կանգնենք մեր հայրենիքին։ Եվ ես ուզում եմ ասել ուղիղ, նրանք ովքեր մեզ մխում են, որ մենք հայրենիք փնտրենք, մեր երկրի ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս, նրանք ճանապարհ են բացում ուրիշների համար, որ նրանք էլ հայրենիք փնտրեն, մեր ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված սահմաններից ներս։ Եվ այս նրբությունը մենք պետք է հասկանանք։ Ինձ ասում են, որ ես ճանաչել եմ Հայաստանի տարածքային ամբողջական, խնդրում եմ էլի ով աղմկում է հրավիրեք դուրս, հա, հրավիրեք դուրս, հրավիրեք դուրս, հանգիստ, հանգիստ, հարգալից, հանգիստ, հանգիստ, հարգալից։ Ժողովուրդ ջան, մեր նախընտրական հավաքն է, սա ով համաձայն չի, թող չգա, ով չի ուզում մեր ասելիքը լսել, թող չգա, ժողովուրդ ջան։ Հերիք այդ կալուգացին է մեկը, ամեն մեկին 100,000, 50,000, մենք դեմ չենք, վերցրել եք 100,000 դրամ, եկել ներկաստացել եք, ներկան ստացած, արդեն գնացեք, ժողովուրդ ջան, չի լինի։ Ու ասում եմ սրանից հետո այդ կարգի ով եկավ, քաղաքավարի գրակ է, դուրս ենք հրավիրում, գնա իրա գործին։ Կարևորը ներկան ստացավ, մի հատ էլ նկարեք կամերայով, որ ներկայա, որ 50,000-ը ձեռից հետ չառնեն, չենք ուզում մենք մարդկանց վատը չենք ուզում։ 200,000 սարք է, շատ լավ։ Ինձ ասում են, ինձ ինչի մեջ եմ մեղադրում, ասում են, որ ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել եմ։ Ժողովուրդ ճիշտ են ասում, ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել եմ։ Թուրքիայի տարածքային ամբողջականությունն էլ եմ ճանաչել։ Բայց գիտեք ինչի, որովհետև ես հասկացել եմ, որ մեր սեփական տարածքային ամբողջականությունը պարփակված է մեր հարևանների տարածքային ամբողջականությամբ։ Եթե դու հարևանների տարածքային ամբողջականությունը չես ճանաչում, դու քո սեփական տարածքային ամբողջականությունը չես ճանաչում։ Եվ ինձ մեղադրում են, ասում են, դու մեր դեմը, հայության, Հայաստանի դեմը, սա պատնեշ ես կազմել, որ մենք չընդլայնվենք դեպի արևմուտք եւ դեպի արևելք։ Ճիշտ են ասում, ժողովուրդ էլ են ճիշտ ասում, այն առանձնահատկությամբ, որ այդ պատնեշը առաջին հերթին ինչքան մեզ է խանգարում, որ մենք տարածվենք դեպի արևմուտք եւ դեպի արևելք, այնքան էլ ուրիշների առաջ է պատնեշ, որ արևմուտքից իրանք ընդլայնվեն դեպի արևելք, իսկ արևելքից դեպի արևմուտք։ Այս ամբողջ խնդիրը, եւ ես ասում եմ, էլի այս օրերին շատ թեժ, բոլորը անընդհատ ուզում են այդ բանը, այդ կոնֆլիկտի տրամաբանությունը թեժ պահել։ Այդքան որ խոսում են, էլի եմ ասում, ես պատասխանատու ձևով ասում եմ, մեր բանակցությունների ընթացքում ոչ մի անգամ, հասկանում եք, ոչ մի անգամ, ակնարկ անգամ չի եղել ադրբեջանցի փախստականների Հայաստան վերադառնալու մասին, չի եղել տենց թեմա։ Այսօր կալուգացի օլիգարխը եւ պատերազմի եռագլուխ կուսակցությունը մենակ ռեկլամների վրա միլիոններ են ծախսում,
որ այդ հարցը բերեն օրակարգ։ Գիտեք ինչի ամ, եւ այդ նույն մարդիկ են ուշադրություն դարձրեք։ Նրանք խոսում են եւ Ղարաբաղի վերադարձի մասին, եւ ադրբեջանցի վերադարձի մասին, որովհետեւ այդ երկու թեմաները փոխկապակցված են։ Երբ որ փակում ես մեկը, փակվում է մյուսը, երբ որ բացում ես մեկը, ավտոմատ բացվում է մյուսը, եւ այս է ամբողջ խնդիրը։ Եվ ելի եմ ասում, այսօր Հայաստանում կան բազմաթիվ մարդիկ, ում սերունդները, ում նախնիները գալիս են Վանից, գալիս են Մուշից, գալիս են Ղարսից, գալիս են ամենատաբաքվից, Նախճեվանից, Սումգայիթից, էլի ամենատարբեր տեղերից, Լիբանանից, Սիրիայից, Իրանից։ Երևանում մարդիկ մոտենում են ինձ, ասում են բարև ձեզ, մենք Իրանից ենք, մենք Սիրիայից ենք, մենք Լիբանանից ենք։ Ես այդ մարդկանց միշտ մի հարց եմ տալիս, ասում եմ Հայաստանի անձնագիր ունեք։ Եթե ասում են չէ, ասում եմ հա, շատ լավ, ուրախ ենք, բարով եկեք։ Եթե ասում են հա, ասում եմ Ժողովուրդ ջան, ինչի եք ասում Սիրիայից եք դուք։ Դուք Սիրիայից չեք, դուք Հայաստանից եք, որովհետև դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացի եք։ Եվ այս է ամբողջ նրբությունը եւ էությունը։ Որովհետև ասում եմ, այդ գաղթականի հոգեբանությունը մեր միջից պետք է դուրս գա, որ մենք եկել ենք եւ այս երկիրը Հայաստանի Հանրապետությունը միջանկյալ կանգառա մեզ համար, մենք գնում ենք, մենք ինչ որ տեղ գնում ենք, մենք չենք գնում ժողովուրդ, մենք տեղ ենք հասել, մենք տեղ ենք հասել, մենք տուն ենք հասել, մենք տուն ունենք, այդ տունը պետություն է, այդ տունը ազատ է, այդ տունը երջանիկ է, եւ առերեսվեք, լսեք, ժողովուրդ ջան, Հայաստանում այսօր բազմաթիվ հարցեր լուծված են։ Դուք երևի ինձնից ավելի լավ գիտեք այդ հարցերը լուծված են, թոշակ եմ ասում, դուք եք ստանում, առողջության ապահովագրություն եմ ասում, դուք եք ստանում, ուսուցիչների ատեստավորված ուսուցիչներ եթե կան, դուք եք ստանում, բայց ես գիտեմ, որ երկրում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծված չեն, բազմաթիվ։ Ես ձեզ ուրիշ բան եմ ուզում ասեմ, աշխարհում չկա այդպիսի երկիր, որտեղ չկան բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծված չեն, չկա տենց երկիր, ժողովուրդ ջան, չի լինում տենց երկիր, որովհետև երբ որ մենք մի խնդիր լուծում ենք, ցանկացած խնդիր, մեզ թվում է թե երբ որ մենք մի խնդիր ունենք, մենք այդ մի խնդիրը լուծեցինք, վերջ, հասանք տեղ, վերջ, մենք այդ խնդիր չունենք, բայց երբ որ մեր սեղանի մի խնդիր է դրած, մենք այդ մի խնդիրը ունենք, չի լուծվել այդ խնդիրը, այդ մի խնդիրն ունենք, չի լուծվել էլի այդ մի խնդիրն ունենք, մի ամիս չի լուծվել էլի այդ մի խնդիրն ունենք, 5 տարի չի լուծվել էլի այդ մի խնդիրն ունենք, 10 տարի չի լուծվել էլի մի խնդիրն ունենք, հենց մենք այդ խնդիրը լուծեցինք, 3 հատ նոր խնդիր է գալիս, որը մենք պետք է լուծենք, հետևաբար խնդիրների գոյությունը զարգացման հատկանիշ է, այլ բան է, մեր մոտ նոր խնդիրներ բացվում են, թե չեն բացվում։ Ես միշտ բերում եմ, այս օրինակը հասկանալի դարձնելու համար, բերում եմ այն մարդու օրինակը, որը ավտո չունի։ Ավտո չունես, մի խնդիր ունես, ավտո չունես։ Մի տարի չունես ավտո, այդ մի խնդիրն է, ավտո չունես։ 5 տարի չունես ավտո, այդ մի խնդիրն է, ավտո չունես, 10 տարի չունես ավտո, այդ մի խնդիրն է, մի խնդիր ունես դու, ավտո ունենալու։ Հենց ավտո ունեցար, հիմա տնանք ինչ խնդիրներ։ Պետք է մտածես ոնց ես տուգանքները տալիս, որովհետև ինչքան լավ քշես, պետք է տուգանես։ Պետք է մտածես ձմեռային, ամառային անիվների հարցը ոնց լուծես։ Պետք է մտածես ապա ոնց լուծես։ Պետք է մտածես գույքարկ ոնց լուծես։ Պետք է մտածես այդ ավտո որտեղ կանգառ անես։ Պետք է մտածես բենզինով ես քշելու թե գազով։ Բա որ բենզինի գինը բարձրացավ։ Եվ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն երբ որ դուք չունեիք ավտո, դուք ունեիք մի խնդիր։ Երբ որ ունեցաք ավտո, այդ մի լուծված խնդիրի հետ բերես 10 խնդիր։ Բայց դա կապ չունի, դա նշանակում է ձեր բարեկեցության աստիճանը լավացել է, եթե դուք ճիշտ եք վարվում։ Այդ չեմ ասում, եթե նոր ավտո եք առել, մեծ հավանականությամբ վարկով եք առել այդ ավտո։ Պետք է մտածես վարկը ոնց փակես։ Երբ որ չունեիր ավտո, չունեիր այդ վարկը, չունեիր այդ խնդրը, ընդհանրապես քեզ հետաքրքիր չէր բենզինը 350 դրամ թե 720, ընդհանրապես հետաքրքիր չէր ապան ինչքան է,
Ընդհանրապես հետաքրքիր չէր տեղ ասմոտը ունես թե չունես, ընդհանրապես հետաքրքիր չէր վարորդական իրավունքի բալ ունես թե չունես, ընդհանրապես հետաքրքիր չէր վարորդական իրավունք ունես թե չունես, բայց էլ եմ ասում, մեր մեծագույն խնդիրն է առերեսվել պետություն ունենալու երջանկությանը, եւ երբ որ մենք պանդուխտի հոգեբանությունից դուրս գանք, եւ հասկանանք, որ մեր գնալու տեղ չունենք, փնտրելու հայրենիք չունենք, ինչ ենք անելու մենք, հանդարտվելու ենք եւ կենտրոնանալու ենք մեր միջազգայինորեն ճանաչված 29743 քառակուսի կիլոմետրը քառակուսի առ քառակուսի, այ ոնց որ մենք այսօր զբոսայգով անցանք, քառակուսի այլ քառակուսի, հարմարավետ, բարեկեցիկ, անվտանգ, խաղաղ երջանիկ տուն կառուցելու վրա եւ մենք այսօր կառուցում ենք այդ տունը, եկեք այդ շինարարությունը կիսատ չթողնենք, բայց խաղաղություն ասելիս մեզ միշտ ասում են, բա խաղաղության մասին խոսելիս մենք չենք մոռանում պաշտպանունակության մասին եւ ես այսօր բանակի մասին շատ չեմ խոսա. Ես ընդամենը բոլորիդ կհրավիրեմ մայիսի 28-ին եկեք Հանրապետության հրապարակ ժողովուրդ, որովհետև կասեի, որ հեռուստացույցով նայեք, բայց բացի հեռուստացույցով նայածը ուրիշ բան էլ լինելու։ Ես հաշվի առնելով վերջին տարիներին ինչքան է խոսվել, ասվել եւ այլն, հիմնական տեխնիկան բաները չէ, էլի թռչողները չէ, որովհետև իրանք թռնում են, վայրեջքի տեղ չկա այնտեղ։ Հրահանգել են, որ Հանրապետության հրապարակից, այսինքն կամերաների դեմով որ անցան, իրանք չեն հեռանալու։ Իրանք գալու են, Տիգրան մեծ պողոտայում շարվելու են, եւ միջև իրիկում մնալու են այնտեղ, իհարկե այնտեղ որոշակի դիստանցիաներ կպահենք, որ մեր սիրելի քաղաքացիները հանկարծ պատահական չկրակեն, բան ասենք, ենթադրենք հերահար հրթիռներ բան պատկերացնում եք, երեխեքը մեկ է պատահական մի հատ կնոպկա սեղմեն եւ ինչ տեղի կունենա։ Որպեսզի դուք ամբողջ օրը հնարավորություն ունենաք դա տեսնելու։ Եվ դուք այնտեղ կտեսնեք գեր ժամանակակից տեխնիկա արտադրված Հայաստանից դուրս եւ գեր ժամանակակից տեխնիկա արտադրված Հայաստանի Հանրապետությունում։ Եկեք տեսեք եւ հպարտացեք, եկեք տեսեք եւ հպարտացեք, որովհետեւ մենք ունենք նոր պետություն, մենք ունենք նոր բանակ, մենք 2018 արդեն տարիք հետը լմա չէ, որ տենց թվերը շփոթում ես, 2018 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքացին վերահաստատեց իր իշխանությունը նորովի, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացին 2026 թվականի հունիսի 7-ին պետքա իր իշխանությունը հաստատի նորովի եւ ես ձեզ ժողովուրդ էլ ասեմ, որպեսզի տարընթերցում չլինի, ժողովուրդը բարձրագույն տեր եւ իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչ որոշում ժողովուրդը կայացնի, ես եւ մենք հլու կամակատարենք, ինչ որոշում կայացնեք, մենք հնազանդ որոշեք, որ մենք պետքա գնանք, մենք կսկի ծանրու թեթևել չենք անի, սու փոս կգնանք, ինչ որոշեք, մենք կանենք, բայց մեր կոչը, հորդորը եւ խնդրանքն ա ձեզ, որ 2026 թվականի հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամասեր եւ տեր կանգնեք պետությանը եւ խաղաղությանը գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Բայց շատ կարևոր է նաև հասկանալ, թե ինչու են քվեարկում 16-ին, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Ստեփանավանին, Լոռու մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ շատ։
Նաև շատ կարևոր է հասկանալ, որ առաջիկա ընտրություններում ճակատագրական հարցեր են լուծվելու, ճակատագրական, պատմական, պատմաքաղաքական, դարակազմիկ։ Եվ այս դարակազմիկ հանգույցի ելքը կախված է, այս մենք պետք է հասկանանք, մի մարդուց, ընդամենը մի մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 եւ այդ մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ, հաղթական, արժանապատիվ, ազատ եւ երջանիկ ժողովուրդ, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ շատ։ Ժողովուրդ ջան, շնորհակալ ենք։ Վաղն էլ Վանաձորում մեծ հավաք ունենք, բոլորից սպասում ենք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։